Tekşeyi diyeceğim. Ne oldu paşa? Ադրբեջանցի Էմիլ Բաբիշովն է, Ռուբեն Վարդանյանի կեղծ փաստաբանը։ Կեղծ փաստաբանը կրթությունն ստացել է Ադրբեջանի միջազգային համալսարանում 2001 թվականին փաստաբանների պալատի անդամ է։ Ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ ունի։ Երբևէ հայտնի չի եղել բարձր հրապարակայնություն ունեցող գործերով։ Բաբիշովը բնակվում է Խիրդալան քաղաքում։ Բաբիշովի Ինստագրամի էջը ողողված է հայերի դեմ ատելության խոսքով։ Ինքը ուղղակի ուզում է ցույց տա հստակ, որ դա ֆարս է, որովհետեւ իրական գործընթաց այդտեղ չկա եւ ինքը չի ուզում դրան մասնակից լինել։ Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր միջազգային փաստաբանից։ Նա Բաքվից մեկնաբանել է որոշումը։ Ասում է, հարկադրված էր։ Միջազգային իրավունքի նորմերի, նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե գործընթացն ընթանում է այսպես կոչված օրինական հիմքերով։ Բաքվում ադրբեջանցի փաստաբան է ունեցել արդեն դատապարտված Բագիվ Խաչատրյանը։ Նրա փաստաբանը դատավարության ժամանակ ասել է պաշտպանյալս մեղավոր չէ եւ վերջ։ Այդ ուժեղ պաշտպանության շնորհիվ գերեվարված Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Այսօր նույն սցենարը կրկնվում է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է կանգնել այնպիսի պաշտպանության առաջ, որը ծառայում է ոչ թե արդարությանը, այլ Բաքվի քաղաքական պատվերին։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։